Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Թուրք-ադրբեջանական երկնակամարում սպառնալիք լինի, այս երկու երկրները իրար երթում են տվել, մեկ-մեկու օգնության հասնել։ Եվ Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան հարձակումների ընթացքում Նախիջևանում թափված կրակներից հետո, ահա թուրք զինվորականներն այստեղ են։ Թուրքերն ու ադրբեջանցիները ռազմական արսենալն ի ցույց կդնեն Նախիջևանում, զորավարժություն կանցկացնեն։ Թուրքիայի համար դա ամենակարևոր կետերից է, որովհետև դեռ նախորդ դարի 20-ական թվականներին, երբ որ իրենք Խորհրդային Միության հետ համագործակցության արդյունքում ստացան Նախիջևանի հովանավորության իրավունքը եւ Նախիջևանի հետ կապված բոլոր տեսակի գործողությունները իրենք դիտարկում են, որ դա օրինական է, դա Թուրքիայի համար փաստացի կապն է Հարավային Կովկասի հետ, Ադրբեջանի հետ։ Իսկ Հարավային Կովկասում նրանց ռազմավարության հիմնական սյունը Ադրբեջանն է, դա էլ Ադրբեջան տանող հիմնական ճանապարհն է։ Մերձավոր Արևելքում ընթացող լայնածավալ պատերազմի հետնապատկերում սա ինչ ուղերձ է տարածաշրջանին, ինչ է ասում Թուրքիան իրար դեմ դուրս եկած երկրներին, թուրքագետի կարծիքով պարզապես ուժի ցուցադրություն է։ Չնայած Ամերիկա-Իսրայելա-իրանական պատերազմի հարցում չեզոք դիրք են բռնել, այնուամենայնիվ փոխանցում են, թե այստեղ են, իրավիճակին էլ տիրապետում են։ Բացառված չի, որ Իրանին նաև ուղղված լինի, որտեղ ակնհայտ է, որ Իրանը կարող է ինչ-որ գործընթացներ անել, թեև ես մեծ վերապահումով եմ դրան մոտենում, բայց համենայն դեպս, այսինքն տարածաշրջանի գործողությունների համատեքստում ուժի ցուցադրություն ավելի շուտ։ Դե ում վրա պետք է հարձակվեն, Իրանի վրա։ Անկանխատեսելի է, մանավանդ որ Թուրքիան բոլոր հնարավոր ձևերով փորձում է հեռու մնալ գործընթացներից։ Հենց այս չեզոքությունը պահպանելու վերաբերյալ թուրք պաշտոնյաների վերջին օրերի հայտարարությունները համախմբելով, ինչպես նաև հաշվի առնելով տարածաշրջանում Անկարայի հավաքական ու թուրք-իրանական համընկնող շահերը, քաղաքագետն էլ ասում է, ուժը ցույց տալով ենթատեքստում հասկացնում են, թե գործողությունների պատրաստ են։ Նախ այս պետությունները Թուրքիան եւ Ադրբեջանը շարունակում են մեկ ազգ երկու պետություն կոնցեպտը, որի պարագայում նաև ենթադրում են ընդհանուր պաշտպանական համալիր գործառույթներ։ Նաև հիշեցնեմ, որ Էրդողանն էր հայտարարում, որ Թուրքիան թեպետ ՆԱՏՕ-ի անդամ է եւ ՆԱՏՕ-ի շրջանակներում իր պաշտպանական համակարգը ամբողջությամբ գտնվում է վերին պատրաստի վիճակում, նաեւ Թուրքիան որպես առանձին եւ ինքնիշխան պետություն իր զինված ուժերը բերել է բարձր մարտական վիճակի, ինչը եւ ուղերձ է, որ Թուրքիան չնայած ամենին շարունակում է մնալ տարածաշրջանային դերակատար եւ հակազդելու ցանկացած հարձակման կամ ցանկացած հարձակման փորձի։ Փաստացի տարածաշրջանի մի կողմում զինցուցադրություն են պատրաստվում, իսկ մյուս կողմի երկնքում հրթիռների հրավառություն է, ու այս ամենը մեր քթի տակ։ Բնականաբար ցանկացած կենսունակ պետություն, որը կգտնվեր այս տարածաշրջանում, առաջին հերթին կմտածեր իր անվտանգային համակարգի, այսպես ասենք, վերաֆորմատավորման մասին եւ դադարի վիճակից, այսպես ասենք, պատրաստի վիճակի բերել, որովհետեւ չափազանց անկանխատեսելի են զարգացումները տարածաշրջանում։ Տարածաշրջանում գործնականում Հայաստանը մնացել է միայնակ որպես դերակատար։ Արդյոք Հայաստանը մեկուսացված չէ տարածաշրջանում։ Տարածաշրջանը լարված է, մասնագետներն ասում են, այստեղ յուրաքանչյուր շարժ ոչ միայն ռազմական, այլև քաղաքական հասցեատեր ունի։ Նախիջևանում նախատեսվող զորավարժությունները ըստ փորձագետների նույն շղթայի մասն են, բայց այստեղ հարցը միայն այն չէ, թե ով ինչ է ցույց տալիս աշխարհին, այլև այն, թե փոփոխվող քարտեզում Հայաստանը ի վերջո ինչպես է դիրքավորվում, որպես դիտորդ, թե դերակատար։ Ռուբեն Վարդանյանը մարտի 13-ին ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ փորձել է հրապարակայնորեն դիմել Ադրբեջանի օմբուդսմենին, սակայն զանգը հարկադրաբար ընդհատվել է։ Նա նախորդ 10 օրերի ընթացքում փաստաբանի միջոցով գրավոր դիմումներով եւ հեռախոսազանգերով չի կարողացել կապ հաստատել, չնայած դատավարությունները ավարտվել են 1 ամիս առաջ։ Վարդանյանը եւ մյուս հայ գերիները դեռ չեն ստացել իրենց դատավճիռների տեքստերը, չեն գիտակցում ինչ հոդվածներով են դատապարտվել եւ երբ կամ ուր կտեղափոխվեն։ Ընտանիքը մտահոգ է, որ կապի միակ միջոցը հեռախոսազրույցները нույնպես կարող են դադարեցնել եւ շեշտում Կարմիր խաչի բացակայությունը, որ նրանց թողնում է առանց որևէ ինստիտուցիոնալ պաշտպանության։ Прошу вас о встрече. Вы единственный глава общественного института, к которому могу в сложившейся ситуации обратиться. Мне, к сожалению, не дают возможности обратиться к вам. Я не могу получить приговор уже месяц.
ни на русском, ни на армянском, ни на азербайджанском. Я не знаю, за что меня осудили, по каким статьям. Я прошу вас о встрече, чтобы иметь возможность все обсудить. Потому что, к сожалению, Красный Крест ушел. Здесь нет никакого другого института, который мог бы быть с нами на связи. Армянское правительство не имеет здесь ни представительства и занято поставками. Հրադադարի խախտումների թիվը սահմանին կտրուկ նվազել է։ Ամերիկայի ազգային հետախուզության վերջին զեկույցը նշում է, որ 2025 թվականի Վաշինգտոնյան գագաթնաժողովից հետո Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը դրական առաջընթաց է արձանագրել։ Միաժամանակ զեկույցը ընդգծում է, որ վերջնական խաղաղության համաձայնագրի ճանապարհին դեռ կան խոչընդոտներ, օրինակ Ադրբեջանի նախագահ Ալիևի պահանջները Հայաստանի սահմանադրության փոփոխության վերաբերյալ կարող են դժվարացնել գործընթացի ավարտը։ Զեկույցը նկատում է, որ կողմերը պետք է շարունակեն երկխոսությունը զգուշությամբ եւ համատեղ մոտեցումներով հասնելու երկարաժամկետ եւ կայուն լուծումների։ Վարչապետը կրկին անդրադարձել է նոր սահմանադրության տեքստից անկախության հռչակագիրը հանելու հնարավորությանը։ Անկախության հռչակագրի եւ մեր սահմանադրության խնդիրը մեր ներքին խնդիրն է, մեր ներքին օրակարգի հարցն է։ Դա անհրաժեշտ է մեծ աշխարհում ճիշտ դիրքավորվելու համար։ Անկախության հռչակագիրը կոնֆլիկտի հռչակագիր է եւ արդյունքում կախվածության հռչակագիր է։ Եվ ես առաջիկայում գուցե նաեւ տեքստի վերլուծությամբ ցույց կտամ այդ ամենը, նշել է Փաշինյանը։ 15 օրվա ընթացքում 15 հրապարակում Հայաստանի մասին մեր երկիրն անվանելով այսպես կոչված Արևմտյան Ադրբեջան։ Ալիևի կաբինետի ուղիղ վերահսկողությամբ գործող Ազերթաչ լրատվական գործակալությունը կես ամսվա ընթացքում օրական գոնե 1 նյութ Հայաստանի մասին պարտադիր պատրաստել ու հրապարակել է, ձևակերպումների հարցում առաջնորդվելով Բաքվի բռնապետի նախասիրություններով։ Ահա ամենաթանկը տպագրված Ադրբեջանի պետական կառավարման ակադեմիան սեմինար է անցկացրել ուսանողներին, մեջբերում եմ, մանրամասն բացատրելու համար Ադրբեջանում եւ տարածաշրջանում հայկական ազգայնականության ձևավորման փուլերը, դրա գաղափարախոսության հիմքերը եւ պատմական համատեքստը։ Սա ուղիղ ցուցիչ է, որ ադրբեջանական կողմը իր ծավալապաշտական նկարտումներից եւ օրակարգից իրենց առավելապաշտական ծրագրերը չեն հանել, իսկ դա ուղիղ ցուցիչ է մեզ, որ մենք վտանգված ենք որպես պետություն։ Դա խոսում է նրա մասին, որ այսպես կոչված հաղթանակից հետո Արցախը մարսելուց հետո հիմա ադրբեջանական ծրագրերի մեջ է մտնում Հայաստանը ներկայացնել որպես պատմական Ադրբեջանի տարածք եւ դրա հիման վրա դերևս որպես մշակութային ժառանգության վերականգնման ընձեռման հնարավորություն դիտարկում են արևմտյան Ադրբեջան վերադարձի մասին իրենց այդ ակնարկները։ Սա այն դեպքում, երբ հայկական կողմը խաղաղության բանակցություններից հանել է արցախցիների վերադարձի հարցը, հստակ թվերով միլիմետրի ճշգրտությամբ ճանաչել Ադրբեջանի տարածքը։ Ընդ որում ադրբեջանագետը հիշեցնում է, Ալիևը այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի թեզն օրակարգ բերեց հենց դրանից հետո, կոնկրետ 2022-ի Պրահյան հանդիպումից հետո, երբ վարչապետ Փաշինյանը ուղիղ ձևակերպեց, թե ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ Արցախը։ Իրականում խնդիրը միայն քարոզչական կամ քաղաքական հայտարարությունները չեն, այլ խնդիրը այն խորքային ծրագիրն է, որը ընթանում է Ադրբեջանում։ Տեսնում եմ, թե որքան շատ պետական ռեսուրս է դրվում այս գործին եւ շատ բարձր տրամաբանական հարց պետք է ինքներս մեզ տանք։ Եթե Ադրբեջանը չունի Հայաստանի հետ կապված որևէ տարածքային նկարտում, հետագայում պատերազմ սանձազերծելու մտադրություն կամ Հայաստանի տարածքների նկատմամբ որևէ ագրեսիվ քայլեր ձեռնարկելու ցանկություն, ապա ինչու է այսքան շատ պետական ռեսուրս դրվում այս վտանգավոր եւ պատմական հնքից զուրկ թեզի հայեցակարգի սպասարկմանը։ Մասնագետն ասում է, այս սեմինարների, քննարկումների, կոնֆերանսների ու մրցույթների անվան տակ պատմակեղծարարության շոուն է, որը սկսում են դեռ դպրոցից պատմաքաղաքական ու աշխարհագրական որևէ հիմնավորում չունեցող թեզերը մտցնելով ադրբեջանցիների գլուխներ։ Ահա օրինակ այս մեկը, թե իբր հայկական ԽՍՀ-ն ստեղծվել է պատմական ադրբեջանական հողերի արևմտյան մասում։ Ասենք հարևան պետությունը քո երկրի տարածքը համարում է իր պատմական հողը եւ ակտիվ քարոզչություն է իրականացնում, որ դու իրենց հեղասպանել ես։ Դա կարող է հանգեցնել Ռամիլ Սաֆարովների նման ճերպարների հայտ գալուն։ Որևէ կերպ այդ քարոզչությունը, որը ընթանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շրջանում եւ որը բոլորը փորձում են կապել բացառապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության արկայության հետ, չի դադարեցվում։ Հիմա արդեն հավակնությունը Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ է։
տարածաշրջանը խառն է, հարևան Իրանի դեմ պատերազմ է ընթանում, հայաստանյան իշխանությունները հպարտանում են, որ բախումներից հեռու եք մնացել։ Ադրբեջանի հետ սահմանը խաղաղ է, բայց որքանով է արդարացված այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի տեղը խաղաղության դարաշրջանում։ Միջազգայնագետի խոսքով երկու իրականություն, մեկը հայտարարություններով, մյուսը հողի վրա։ Սա խաղաղության ոգուն համահունչ չէ։ Իդեպ Սահմանադրության հետ օր ու գիշեր կռիվ է տալիս Ալիևը, պահանջում, որ մայր օրենքի նախաբանից հանենք անկախության հռչակագրի հղումը, հիմնավորելով, թե սա տարածքային պահանջ է իրենց նկատմամբ, մինչդեռ հենց Ադրբեջանի Սահմանադրությունը հավակնություններ ունի ամբողջ Հայաստանի նկատմամբ։ Սյունիքից Շիրակ, Վայոց ձորից Տավուշ։ Գործադիրը առաջարկում է սահմանափակել պետական բարձրաստիճան պաշտոնյաների եւ նրանց ընտանիքների անդամների հետ փոխկապակցված ընկերությունների մասնակցությունը պետական գնումների։ Փոխկապակցված կհամարվեն պաշտոնյայի ամուսինը, պաշտոնյայի կամ նրա ամուսնու զավակը, ծնողը, քույրը, եղբայրը, համատեղ բնակվող անձը։ Ընկերությունների փոխկապակցվածության արգելքի խախտման դեպքերը կքննի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Պետգնումների ոլորտում չարաշահումների սլաքը հիմնականում համայնքի ղեկավարների ուղղությամբ է։ Դեպքեր են եղել, երբ համայնքի ղեկավարը միլիարդավոր դրամների պայմանագիր է կնքած եղել իր հետ փոխկապակցված անձի հետ։ Ֆինանսների նախարարության պաշտոնյաները ընդունել են, որ օրինագիծը մասնակի կարող է կարգավորել պետական գնումների ոլորտը։ Սա լուծում չէ ամբողջական։ Գուցե ինչ-որ չափով փոփոխ, ես չեմ բացառում ինչ-որ չափով դրական, բայց սա ամբողջական լուծում չի եւ սի հակում ունեցողը վստահ եմ կդիմի իր գործընկեր նախարարին, որտեղ իր հետ փոխկապակցված անձը մասնակցում է պետական գնում։ Ես կարող եմ համաձայնվել ձեզ հետ, որ այս փոփոխությունը, որը մենք անում ենք, մեր բոլոր հարցերը բոլոր ուղղություններով չի լուծելու եւ դա նպատակ էլ չունի, այսինքն մենք տեսել ենք մի բան, որը կարող ենք ինչ-որ մի ձևով, ինչ-որ մի համակարգ ներդնելով լուծել, այդ առաջարկով գնացել ենք։ Շաբաթներ առաջ պարզ դարձավ, որ կենսաթոշակները բարձրանում են, իսկ թե որ խմբերի համար եւ ինչ չափով տարբեր հարթակներից դեռ պարզաբանումներ են արվում։ Կենսաթոշակի չափերն ավելանալու են անկախ ստաժից, առնվազն 10,000 դրամով։ Այն դեպքում, երբ անձը ստանում է հաշմանդամության խոր աստիճանի սահմանափակումով աշխատանքային կենսաթոշակ, կենսաթոշակի չափը կավելանա 14,000 դրամով։ Եթե հաշմանդամությունը սահմանված է խորը աստիճանի սահմանափակում, ծանր ներողություն, խորի դեպքում 14,000 դրամով, իսկ ծանրի դեպքում 12,000 դրամով։ 50,000 դրամով կավելանան երկկողմանի ծնողազուրկ երեխաների կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակները։ Ըստ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տվյալների Հայաստանում ունենք շուրջ 502,000 կենսաթոշակառու։ Նրանցից 5-ից 6,000-ի դեպքում կենսաթոշակները կավելանան 14,000 դրամով, 32,000-ի դեպքում 12,000-ով։ Մեծ մասի գրեթե 460,000 կենսաթոշակառուի համար էլ թոշակը կավելանա 10,000 դրամով։ Եվս 124,000 նպաստառուի համար էլ նպաստները կբարձրանան 10,000 դրամով։ Կենսաթոշակի չափերի ապագա փոփոխությունները եթե լինեն, օրենսդրության շրջանակներում դրանք կարող են լինել միայն ավելացման ուղղությամբ, նվազել կենսաթոշակի չափերը չեն կարող։ Ապրիլի 1-ից կենսաթոշակառուների համար կփոխվեն ոչ միայն թոշակների չափերը, այլ նաև դրանց ստացման եղանակը։ Անկանխիկ, այլ կերպ ասած, քարտով թոշակ ստանալը կդառնա պարտադիր, թեև գործընթացը որոշակի բարդություններ է առաջացրել, բայց դրական տեղաշարժ է նկատվում։ Հունվար ամսին կանխիկ եղանակով կենսաթոշակ ստացողների թիվը կազմել է 48,000, մարտի 5-ի դրությամբ այդ թիվը կազմել է շուրջ 9,200։ Բանկերը սկսել են արդեն քարտերի տպագրման գործընթացը ողջ փուլով, նաև զուգահեռ արդեն առաքման գործընթացները։ Այն կենսաթոշակառուների համար, ովքեր կունենան դժվարություններ բանկային հաշվի պայմանագիրը կնքելու ինքնուրույն կամ կունենան դժվարություններ անհրաժեշտ փաստաթղթերը ստորագրելու։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հորդորում են հնարավորության դեպքում ինքնուրույն մոտենալ բանկերի մասնաճյուղեր, հաշվի սպասարկման պայմանագրեր ստորագրելու եւ քարտեր ստանալու նպատակով կանխիկից անկանխիկի անցնելու գործընթացը արագացնելու համար։
Ապրիլի 1-ից ավտոապահովագրության ոլորտում կգործեն մի շարք փոփոխություններ։ Գույքային վնասների հատուցման սահմանաչափը 1.8 միլիոն դրամից կբարձրանա մինչև 2.5 միլիոն։ Առողջական վնասների դեպքում 3.3 միլիոն դրամից մինչև 3.5 միլիոն։ Այս փոփոխությունների վերաբերյալ որոշումը կայացվել է դեռ նախորդ տարի։ Որոշման համար հիմք է ծառայել ապահամակարգի զարգացման մեր ռազմավարությունը, որտեղ նախատեսվել է որոշակի այսպես ասած հաճախորդամետ գործողություններ իրականացնել։ Գործադիր տնօրենն ընդգծեց, հատուցումների սահմանաչափերի բարձրացումը հիմնված է կոնկրետ հաշվարկների վրա, այն ուղղված է համակարգի արդյունավետության բարձրացմանը։ Մեր հաշվարկները ցույց են տվել, որ քանի որ կա վերին սահմանաչափ, որոշ հատուցումներ մինչև կամ այդ սահմանաչափից բարձր չեն կատարվում, հետեւաբար այդ պայդրությամբ ըստ մեր հաշվարկների մոտավոր 94% վնասների հատուցում էր կատարվում, այսինքն պարզա չէ, եթե ենթադրենք 1.8 միլիոնա սահմանաչափը, բայց 2.5 միլիոնա վնաս է եղել, ուրեմն 700,000 չէր հատուցվում։ Նրա խոսքով նոր սահմանաչափերի կիրառմամբ հնարավոր կլինի զգալիորեն մեծացնել հատուցվող վնասների բաժինը եւ նվազեցնել այն դեպքերը, երբ տուժողները ստիպված են լինում իրենց միջոցներով լրացնելու տարբերությունը։ Փոփոխությունները պայմանավորված են նաեւ այլ հանգամանքներով։ Միջին հատուցումները բարձրանում են, օրինակ միջին հատուցումները, ասեցի չէ, վերջին 5 տարում սակագինը բարձրացել է 23%, կൂട്ടակային Հայաստանի գնաճը մոտավորապես 23%, իսկ միջին հատուցումը նշանակում է 1 պատարի գծով 1 մեքենային վճարված հատուցում։ Դրա մոտավորապես 35% աճել է այդ 5 տարում։ Դա երկու հանգամանքով է պայմանավորված, մեկը գնաճն է սովորական, ընդհանուր գնաճը, մյուսը սպეციფիկ գնաճը, այսինքն հենց այդ պայստամասերի, եւ երրորդը նոր մեքենաների, հատկապես էլեկտրոմոբիլների ավելացումը, որի շնորհիվ երբ որ ինչ-որ պատահար լինում, օրինակ նոր մեքենային կամ էլեկտրոմոբիլին վնասվում է, շատ հաճախ ոչ թե վերանորոգվում է այդ մասը, այլ ստիպված փոխում են, հա, պայստամասը ու մի քանի պայստամաս լինում է դեպքեր, որ էլեկտրոմոբիլին վնաս հասցնելուց, չգիտեմ, այս դռանը մի հատ էլ դիմացից ես ինչ պիտի փոխես, որ ինքը նորից կարգին վիճակում հայտնվի։ Միևնույն ժամանակ գործող կարգավորումներով սահմանված տրամաբանությունը պահպանելու համար մեկ ապահովագրական պատահարի հետևանքով բոլոր տուժողներին պատճառված վնասների հանրագումարի գծով ապահովագրական գումարները բարձրացվել են։ Համամասնորեն համապատասխանաբար գույքային վնասների դեպքում 18 միլիոն դրամից դարձնելով 25 միլիոն դրամ, իսկ առողջապահական վնասների դեպքում նախատեսված 33 միլիոն դրամի սահմանաչափը բարձրացվել է մինչև 35 միլիոն դրամ։ Ծրագրից օգտվելու են նաև այն քաղաքացիները, որոնք պայմանագիր էին կնքել մինչև սակագների բարձրացումը։ Նոր փոփոխությունները ապահովագրական վճարի ավելացման պատճառ չեն դառնա, սակայն չի բացառվում այլ պատճառներով գների բարձրացումը, նշեցին բյուրոյից։